Գասյան Կոլյակ Եվորկին 0207-82 թվական քաղաք Լենինական այո ոչ Սավականի եմ եղել ժամանակ
2005-6 չեմ հիշում դաժե։ Կար ժամանակ մի տարի երևի չեմ հիշում точно։ Բոլորին է ճանաչում եմ։ Գևորգ Ղուկասյանը հայրս է, Վարդան Ղուկասյանը հորեղբայրս է։ Սպարտակնի հորեղբորը ստեղեն է։ Ես Կոլյա Ղուկասյանս ցուցմունք տալիս ասելու եմ ճշմարտությունը, ողջ ճշմարտությունը եւ չեմ ասելու ոչինչ բացի ճշմարտությունից։ Ինձ ոչ մի բան հայտնի չէ։ Ես չգիտեմ։ Ոչ մի բան հայտնի չէ ինձ։ Ինչի համար են։ Այո։ Մասնակցել եմ ինչ։ Ըստ օրենքի։ Սա անգել են տեղյակ են պահել նիստ այսինչ օր, այսինչ ժամին է, գնացել ենք նիստին մասնակցել ենք։ Հավականում նիստին։ Այսինքն ինչ որ հավականու անդամներին կարելի է ըստ օրենքի, դրանից բացի ես ուրիշ գործառույթ չգիտեմ։ Ինչ է կարելի, ինչի կա։ Ես այդ ընթացակարգը ոչ հիշում եմ, ես աշխատել եմ ավականու ինչ մի քանի ամիս, անցել է 20 տարուց ավել, 22-23 տարի, ես չեմ կարող հիշել ընթացակարգ, ավականն ինչ գործունեություն է արել, ինչ է արել։ Իշխանավոր ինձ պետք է տիրապետել եմ։ Իհարկե, բավարար։ Այո, բավարար։ Եղել է ինչ խոսք։ Համ ծերան պահեմ, իհարկե։ Ոչ չեմ հիշում։ Իսկ առհասարակ ովային օրենսդրքի 60 հոդվածի ծանոթ եղել եք կամ հիմա կարողացեք։ Հիմա արդեն տեղյակ եմ 60 հոդվածի։ Ինչի մասին է։ Կանաչ գոտու մասին է։ Միայն կանաչ գոտու։ Դե իշխանավոր դասել եք։ Ես այդքանով եմ։ Դադարանից։ Ինչ
Չէ, որտեղ կարող է եղել, ես չեմ հիշում, մեր ժամանակին չեմ հիշի, 23 տարի անց եմ ես 60 հոդվածը գիտեցել եմ, չեմ գիտեցել եմ, ես որից հիշում։ Ես գիտեմ, որ ավականի, Տնեցոնցից հարցերը։ Ուրեմն ավականի, երբ որ ներկայացնում են ավականի նմանատիպ խնդիր հաջորդային հարցի հետ կապված, այսինքն մասնակիցները, այդ գործը անողները, քարտեզը ում մոտ որ կրտում է, ոչ քաղաքապետ, ոչ մյուս, ոչ ավականի, այդտեղ անելու բան չունի։ Քարտեզը մի տեղ է գտնվում, նրանք ներկայացնում են, վերջացած դա որ իրանց համար ճշմարիտ, այսինքն օրենքի համապատասխան այդ բանը ներկայացնում են։ Դրա համար իրանք ոչ պետք է քննարկի, ոչ մյուս։ Լավ։ Վերջ։ Մերսի։ Այսօրական նիստի վերաբերյալ ծանոթագրեր էին ուղարկել այդ թվում ոստիկանության միջոցով նաև Սուսաննա Ներսիսյանին, Նուրեն Սարհատյանին, Կարեն Եղիազարյանին, Խորեն Մազմանյանին, Արմեն Մինասյանին և Ռուբեն Մանուկյանին, վերջինների ծանոթացնելու վերաբերյալ հավաստում այս կանդիդատարին չի ստացվել, հաշվի առնելով նաև այն հանգամանքներում նախորդ նիստին ամենը մեկ շաբաթ առաջ էր և հետևաբար օբյեկտիվ պատճառով վկաների ծանոթացնելու վերաբերյալ այս կանի համակարգում դատարանում առկա չէ։ Քանի որ ստեսան մեկաբացեցին վկայի հարցակնությունը, հանրապետության ձեր միջնորդությունը։ Ներկայացրել, քանի որ գրավոր տարբերակով ներկայացվել է դատարան, բայց տևական ժամանակ է անցել Պատվաճան դատարան իմ վստահություն է Հանդիսանում դրա չի Դարականյանը, ով Հանդիսանում է Գյումրի քաղաքի մարմաշենի տեխնոլոգիաների ֆոտոգրաֆ մեկը հասցրել գտնվող Լովանասի սեփականատեր, որը մինչև արդեն երրորդ սեփականատերն է դրալ գույքի համակից այլ անձից իրական անցնելուց հետո գույքը ձեռք է բերել 2021 թվականի մարտ ամսին եւ Հանդիսանում վարակիչ երրորդ անց կամ որ Որովհետև այն գործողությունները, որոնք նկատում եք, դատական նիստի վերջում չի կարելի անել։ Պրոֆեսորը Գույքը արգելափակվել է իմ վստահության կողմից այն դնելուց հետո մի քանի ամիս անց, բայց քննիչի որոշմամբ, քանի որ դա եղել է նախորդ քրեական դատարանության օրենսգրքի գործունեության գործողության ժամանակահատվածում, այսինքն դատարանի թույլտվությունը նույնպես չկար այդ գույքը արգելափակելու առումով, մենք գտնում ենք, որ թե 5 քրեական օրենսգրքի 103.1 հոդվածի, թե գործող քրեական օրենսգրքի 21 հոդվածի 7-րդ մասի համաձայն տվյալ գույքը չի կարող երբևէ բռնաբերել տվյալ դատական գործով նույնիսկ մեղադրական դատարանջով կայացնելու պարագայում եւ նույնիսկ եթե պարզի որ տվյալ հողատարածքը օտարվել է համայնքապետարանի կողմից շրջանառության ճանապարհով նույնիսկ այդ պարագայում Քրաչի Վարդանյանի գույքը բռնաբերման ենթակա չի լինելու հետեւաբար նաեւ իմաստ եւ նպատակահարմարություն չկա այն տարածքի տակ պարելու ընդամենը խախտում է վստահողի իրավունքը սեփականության մենք ուզում ենք կալանքցանել գույքը եւ համապատասխան դերության դիմել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտե, որպեսզի արգելանքը վերացվի։ Ես նաև նշեմ, որ Քրաչիկ Վարդանյանը երրորդ ձեռքբերողն է տվյալ գույքի, այսինքն եւ համայնքից գույքը օտարվել է 2008 թվականին, մինչև իմ վստահություն ձեռքբերել 21 տարի անցել, 13 տարի անցել եւ նույնիսկ որ ժամանակ հնարավոր չէ որը փոխկապակցվածություն այստեղ տեսնել առաջին երրորդ ձեռքբերողների միջև նաև բնականաբար գործողություններում մեզ հայտնի է, որ նման ապացույց չկա, որը կփոխկապակցեր տվյալ ֆիզիկական անձանց եւ բարեփոխության վերաբերյալ որևէ կասկած հիմնավոր նաև չի ներկայացրել մեղադրող կողմը։ Իսկ որոշումը քննիչ կողմից հաշվի առնելով նախկին իրավապահողումները, քննիչ կողմից որոշումը ակտիվացնելու մասին հաշվի առնելով
հաստատել, հետևաբար քանի որ այս գույքը մոտոց համաստատում արտիլարել է այդ գույքի ճակատագրի որոշվի արդեն դատական քննության ավարտի եզրափակի դատական ժամանակ, ուստի ես մնում եմ որոշում, որ ներկայացված Ապրաշություն չունենք այդ մասին։ Դժվարեք դատարանի նախադեպային որոշումը առայն, որ գույքի ախելագնման հարցը քննարկելիս պետք է ելնել բարեխոսության կանխավարկածով, այսինքն քանի դեռ չեն ներկայացվել բավարար հիմնավորումներ առայն, որ այն անձնով ձեռք է բերել տվյալ գույքի հանդիսանում բարեխոսություններով, պետք է ելնել ձեռքերովի բարեխոսության կանխավարկածից, նաև հաշվի առնելով այն հանդիմանքով հրաժույթ Վարդանյանցու բարեխոսքի անցնում, որը լեվատրանքում վերջինի անուն ազգանում է հիշատակված չէ և դատարանը այս գույքավարության առայն, որ վերջինս չի հանդիսացել բարեխոսություններով, ուստի որոշում է սույն բարոյի շրջանակներում քաղաքների Մարմարաշենի խնջումի 9 մեկհասցերով կտրվող հողամասի իրական ստանոքը վերացին։ Համապատասխան որոշումը բողոքի կադաստրի կոմիտեին ստանոթավորումները վերացրել։ Ըստ էության այսօրվա դատական նիստի վերաբերյալ ինչպես նշեցի տեղերս արշավական ստացվել վկաների վերաբերյալ հավաստունական չի ստացել, ուստի բոլոր այն վկաները, որոնք դատարան այսօրվա դատական նիստի վերաբերյալ ծանոթագրեր են ուղարկել, բայց տեղյակ դատարանի չտեղեկացվել ստացել է թե ոչ, ևս մեկ անգամ բոլորը կծանոթվեն ոստիկանության միջոցով։ Մենք նախապես համաձայնեցված դատական նիստի օր և ժամ ունենք, Տիկին Փոխանցյան, մինչև ձեր ներգրավելը մենք օրեր ենք համաձայնեցրել, ձեր պատմարի ասեք, որպեսզի հաջորդը Պատվարժան դատարան գինված մինչև նիստի ավարտի շարքությունն է ոչ անցալ անցալից նախորդ հատվածական նիստից հետո ես չեմ իմանում այս դահլիճներ թե այն դահլիճներ, այնուամենայնիվ ես ուղիղ եթերում տեսել եմ նիստը ավարտելուց հետո ինչպիսի իրադարձություններ տեղի ունեցան նիստի դահլիճում և իմ վստահողի պարոն Վարդան Ղուկասյանի նկատմամբ, այդ նաև Սպարտակ Ղուկասյանի նկատմամբ նիստից հետո նիստի դահլիճում գտնվող երկու ոստիկաններ կեղծ զրպարտական սուտ մատուցան հանդես են եկել և իմ վստահողի նկատմամբ նախաձեռնվել է հանրային քրեական հետապնդում և այդ հանրային քրեական հետապնդումը նախաձեռնվեց, ես կարծում եմ հատուկ պատվերի ներքո, որովհետև ամբողջը տեսաձայնագրվում էր ուղիղ եթերում էր հեռարձակվում, ես չեմ լսել այնտեղ հայհոյանքներ, մինչդեռ Սպարտակ Ղուկասյանը այդ ժամանակ երբ Բարիսեր դատարան գտնվում էր տնային կայքի ներքո, իսկ դրանից հետո, այսինքն այնպիսի իրադարձություններից հետո այնպիսի իրավիճակ ստեղծվեց, որ պարոն Սպարտակ Ղուկասյանի նկատմամբ դատարանը ապօրինաբար մեկ հատ դատարան Տաքևիկ Մուրադյանի նախագահությամբ ընտրեց խափանամիջոց խալանավորում և դրա հետ մեկտեղ իրարած չափազանց կտրուկ սահմանափակում ընդհանուր մինչև արգելելը շփվել ընտանիքի անդամների հետ, մայրիկի հետ, կնոջ հետ, երեխաների հետ և նաև մանկահասակ երեխայի հետ։ Այսինքն այդ աստիճանի, որ տեղի է ունեցել դատարանի դահլիճում ինչ-որ խոսակցություն, որը չէր պարունակել որևիցե արգելված բառ, այսինքն որ կարող է դիտարկվել որպես խուլիգանություն կամ հայհոյանք։ Հիմա ես չգիտեմ այդ ոստիկան
Միջնորդությունս վերաբերում է, որ ձեր դատական նիստից հետո իմ վստահորդների անվտանգությունը ապահովված չէ, իմ վստահորդները այստեղ խնդիր ունեն դատարանի դահլիճներում, մասնավորապես բռնություն գործադրող իրավազոր, որը իհարկե նաև պետք է լինի իրավաչափ և չափավոր, ոստիկանների կողմից։ Հիմա մենք դիտարկում ենք, որ դատարանի դահլիճում տեղի է ունեցել բռնություն, մասնավորապես իմ պաշտպանյալի և իմ վստահորդի նկատմամբ, դա եղել է դիտավորյալ, դա եղել է սուտ մատուցան, այստեղ գտնվող ոստիկանների կողմից, ովքեր են եղել, ես չգիտեմ։ Անուններով մենք գիտենք, բայց իրենց դեմքով ես չեմ ճանաչում այդ ոստիկաններին, մինչ այս պահը առերեսում չի կատարվել, բայց այսպես ասենք, ցավոտ և զգայուն հետևանքը դա այն է, որ լրացուցիչ պարոն Ղուկասյանին ցանկացան ճնշում գործադրել և Սպարտակ Ղուկասյանի տան միակ, այսինքն այդ պահին տանը գտնվող տղամարդուն կտրել ընտանիքից։ Իդեպ ասեմ, երևի դուք գիտեք, որ և Սպարտակ Ղուկասյանը և պարոն Վարդան Ղուկասյանը դա մեծ ընտանիք է, ապրում են մի տան մեջ և այդ ընտանիքից զրկել են երկու տղամարդուն։ Դուք կալանքով չեք զրկել, բայց երկու այլ դատավորներ, որոնցից մեկը Տաթևիկ Մուրադյանը, երկրորդը Վարդգես Սարգսյանը, զրկել են այս մարդկանց ազատությունից, այն էլ անհիմն։ Մեկը Հայաստանի Հանրապետության երկրորդ քաղաքի քաղաքապետն է, քաղաքական գործիչ է և քաղաքական ենթատեքստը նրան զրկելու ազատությունից հրապարակվել է գործադիր իշխանության առաջին դեմքի կողմից հոկտեմբերի 1-ին և անվտանգությանը, այսինքն մենք ունենք մտաբախորություն։ Մի քիչ հետո պատվաժան դատարան, մի քիչ հետո էլ այդ սուտ մատնիչները, որոնք գործում են պատվերի ներքո, սուտ մատնիչները, կարող են հետ այլ սուտ մատնության հանդես գան, հենց այս դատարանի դահլիճում, ինչ-որ մի խոսակցության հետ կապված կամ առանց խոսակցությունների, նույնիսկ եթե իմ վստահորդը օրինակ փրշտա կարող է ինչ-որ դա դիտարկել մի այլ կերպ, սուտ մատնությամբ, և այդ սուտ մատնությունը վաղը իրենց համար դառնել ևս լրացուցիչ մի հիմք նրանց պահելու կալանքի տակ։ Իսկ բացի այդ նաև ես չգիտեմ դուք շատ շնորհալի երիտասարդ դասավորություն եք, բայց ես տեղյակ եմ, որ իմ պաշտպանյալի նկատմամբ տարիներ առաջ եղել է մահափորձ, որը մինչ այս պահը բացահայտված չէ այս հանցավորությունը։ Եվ մենք չգիտենք հիմա դատարանի դահլիճում ովքեր կան այդ ոստիկաններից, որոնք կարող են նման նաև ոտնձգություն կատարել։ Իմ միջնորդությունը վերաբերելի է իմ պաշտպանյալների անվտանգությանը և մենք դատարանից հայցում ենք ապահովել անվտանգությունը, որպեսզի զերծ մնան զրպարտիչներից, սուտ մատնիչներից և հավելյալ իմ պաշտպանյալների նկատմամբ լրացուցիչ զրկանքներ նրանք չկրեն։ Շատ Հարվարդանում դատական նիստերի դահլիճի գտնվող բոլոր անձանց և նաև մեծ հետևողներին անում։ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 6 օրգործացի համաձայն պետական մարմինների և պաշտոնական անձինք իրավասու են կատարել այն մարտերի գործողություններ, որոնք նախատեսված են օրենքում։ Հիմա անդրադառնալով տիկին Խոստանջյանի միջնորդության մառան, որ դատարանը պետք է ապահովի մեղադրյալների անվտանգությունը դատական նիստերի դահլիճում, ես պարզաբանում եմ, որ մեղադրյալների տեղափոխումը քրեական հիմնարկներից և նրանց անվտանգության ապահովումը իրականացում է ձեռքաբերվածների և կալանավորվածների մասնավոր խոսահամարած կարգով իրավասու պետական մարմնի միջոցով։ Դատարանն որևէ պարտականություն և իրավասություն չունի դատական նիստի ակտիվով ապահովելու մեղադրյալի անվտանգությունը։ Հետևաբար տրամադրական իրավասու մարմիններ, ովքեր իրականացնում են իրենց պարտականությունները։ Ինչ վերաբերում է հայտարարության հանրային
արտաբանում են, հաշվի առնելով այն, որ պրոֆեսիոնալ իրավաբան եք, որ եթե դուք ունեք տվյալներ ենթադրյալ հանցագործության մասին, ապա կարող եք ներկայացնել համապատասխան հանցագործության մասին հավաքում, իսկ եթե համաձայն չեք իրավասու դատարանների կողմից կայացված խափանման միջոցառումների վերաբերյալ որոշումներին, ապա դրանք կարող եք փոխօգտակել օրենքով սահմանված կարգով։ Դատարանը այս պրիգնատական լիստերի դարաշրջան հայտարարություններ անել, խափանման միջոցների հետ կապված, ոստիկանների ցուցումների հետ կապված եւ ակնկալել, որպեսզի դատարանը որևէ գործողություն պետք է իրականացնի դրա հետ կապված, ես կարծում եմ, որ ինքներդ եք հասկանում, որ դատարանը որևէ գործողություն համասաչունի եւ որևէ գործողություն կատարելու հնարավորություն չկա, այսքանը Ներեցեք, տեսեք, Հայաստանի դուք հղում կատարեցիք դրվագավորվածների և կանոնավորվածների կազմակերպության օրենքին, ուրեմն եթե մենք ունենք խնդիրներ և ողորմներ, վերնշտություններ, ապա այդ նույն օրենքի 13-րդ հոդվածը նախատեսում է դիմել դատարան։ Մենք հիմա ձեզ դիտարկում ենք որպես այդ դատարանը, որին մենք դիմել ենք։ Դուք կարող եք մերժել մեր դիմումը, մեր միջնորդությունը, մենք դա կդիտարկենք որպես ոչ արդյունավետ միջոց, որի հիման վրա մենք արդեն կորոշենք ինչ միջոցներ ձեռնարկել դիմելու։ Այսինքն մենք դիմեցինք, դուք մերժեցիք։ Մեզանից նույնիսկ այդ ձեր մերժումը մեզ համար կարևոր է, որովհետև մենք դիմել ենք, մենք բարձրաձայնում ենք եւ դեպքը տեղի է ունեցել ձեր կողմից նախագահության ընթացող դատական նիստից հետո։ Շնորհակալ դուք կարող եք ներկայացնել ձեր ներկայացումները, ձեր պատկերացումները, բողոքական կարգավորվածությունները, դատարանի պարտադրանումը արդեն ներկայացնում։ Դատական նիստը հետաձգվում եւ նշանակվում է 2025 թվականի դեկտեմբերի 19-ին ժամը 12:00։